Հայաստանի հավաքականի տարվա վերջին երկու խաղերն են ու ինչպես միշտ մեր սիրելի իրավիճակներից, երբ կրկին ամեն ինչ մեր ձեռքերում է։ Մի կողմից երկու հաղթանակով կարող ենք դուրս գալ Եվրո 2024, մյուս կողմից էլ այդ երկու հաղթանակները պետք է տանել Ուելսի եւ Խորվաթիայի նկատմամբ։ Մի րոպե էլի, եկեք իջնենք գետին ու մեզ հերթական անգամ չխաբենք։ Այո, սրանք կյանքի եւ մահվան խաղել են, բայց առաջին հերթին Ալեքսանդր Պետրակովի համար։ Բաժանորդագրվեք իմ ալիքին եւ կպատմեմ թե ինչու։ Նախ եկեք հստակ ֆիքսենք։ Հաղթել Ուելսին, իսկ հետո էլ Խորվաթիային իր դաշտում, դա ֆանտաստիկայի ժանրից է, նույնիսկ արհեստական բանականությունը դրան չի հավատա։ Բայց դրա մասին նույնիսկ մտածել պետք էլ չէ։ Հաշվի առնելով անցած իրադարձություններով լի տարին, մեզ համար այս խաղերը մեկ այլ պատճառով են կարևոր։ Մենք այս պահին պետք է հասկանանք, որ կողմ է շարժվում մեր հավաքականը առաջ, թե նորից հետ։ Արդյոք կազմի թարմացումը եւ նոր համալրումները մեզ տվեցին ավելի ուժեղ թիմ, թե ընդհակառակը։ Եվ վերջապես, արդյոք կարող ենք առաջ շարժվել Ալեքսանդր Պետրակովի հետ, թե ժամանակն է հրաժեշտ տալ։ Տեսեք, մի կողմից տարվա առաջին 4 խաղերում թե նոր մարզչի, թե ֆուտբոլիստների հաղորդած դրական էֆեկտը տեսանելի էր ու մեզ հույսեր ներշնչեց։ Սեպտեմբերին Թուրքիայի հետ ոչ ոքին ու Խորվաթիայից նվազագույն հաշվով պարտությունն էլ դուրս չէր ընդհանուր տրամաբանությունից եւ դրանում մեղավորներ գտնել ամեն դեպքում դժվար էր։ Բայց Լատվիայի եւ Մակեդոնիայի հետ ձախողված խաղերը կարծես մեզ կրկին մի քանի տարի հետ գցեցին, ստիպելով վերհիշել մեր հավաքականի անցյալի դառը խաղերից կադրեր։ Ամեն ինչ ցավալիորեն նման էր մեր նախորդ ձախողումներին։ Ուժեղ թիմերի դեմ տանջանքով վաստակած միավորները շահ տալ խմբի հետնապայի առաջ։ Նրան թերագնահատելու, ուժերը ճիշտ չհաշվարկելու ու խաղին պատշաճ չպատրաստվելու պատճառով։ Լատվիայից կրած պարտությունը երկկողմանի ցավալի ձախողում էր, խաղին պատրաստ չէին ոչ ֆուտբոլիստները, ոչ մարզիչը։ Պետրակովը թեև պատասխանատվությունը բանավոր վերցրեց իր վրա, բայց միևնույն ժամանակ թողեց ֆուտբոլիստների ուսերին, ասելով թե հոգեբանորեն նրանք սխալ էին մոտեցել հանդիպմանը։ Համաձայն եմ, այդ խաղում ֆուտբոլիստներից չտեսանք ոչ նվիրում, ոչ որակ, ու նրանք պետք է դասեր քաղեն այդ պարտություններից։ Բայց միթե մենակ տրամադրվածությունն էր խնդիրը։ Բացի ազդեցիկ զրույցից Պետրակովը այլ անելիք չուներ, մեր թիմը Լատվիայի հետ խաղին պատրաստ չէր նաև տակտիկապես։ Ոչ գիտեր գնդակով ինչ անել, ոչ էլ առանց գնդակ։ Խնդիրներն այնքան շատ էին, օրինակ, չկար մտածված ոչ մի առանձնահատուկ պլան, թե ինչպես են կոտրելու ամուր Լատվիային։ Ինչպես է մեր թիմը խաղալու գնդակով, բիլդափի տարբերակներն այնքան հում էին ու չաշխատող, որ կարծես երբեք փորձարկված չլինեին էլ մարզումներին։ Ու երբ լատվիացիները սկսեցին այդպես ագրեսիվ ու մոտ դիմադրել եւ հատվածներով էլ պրեսինգ անել, մենք ուղղակի դուրս մնացինք խաղից։ Հակապրեսինգը նման բան երևի չէինք էլ լսել։ Գնդակը կորցնելուց հետո մրցակիցը շատ արագ առաջ էր փոխվում ու զուտ ավելի արագ գործելու հաշվին գրավում դարպասը։ Իսկ մերոնց հակազդեցությունը գրեթե զրոյական։ Դե իսկ մյուս ցավալին էլ խորը պաշտպանվող Լատվիային բացելու հստակ մարտավարության բացակայությունն էր։ Գիտեք, պարտադիր չէ, որ Լատվիան մնար 10 հոգով։ Դա կարող էր լինել, կարող էր չլինել, բայց երբ քեզ պետք է միայն հաղթանակ, իսկ մրցակիցը հավանական է, որ առաջին խաղի նման փակվելու է, դու պետք է հենց դրան էլ պատրաստված լինես, չէ՞։ Ինչ էինք մենք պատրաստել նման սցենարի համար։ Նավեսներով էինք փորձում 2 մետրանոց լատվիացիներին խոցել։ Երբ ես մեղադրում էի Պետրակովի նոր ֆուտբոլիստներ չդիտարկելու ու տակտիկական փորձարկումներ չանելու մեջ, շատերը մեկտաբանություններում գրում էիք, թե դա իմ խելքի բանը չէ։ Այո, այդպես էլ կա, ես մարզիչ չեմ, բայց փաստը այն է, որ մենք Լատվիային ոչ մի նոր ու առանձնահատուկ բան չառաջադրեցինք, իսկ մրցակիցը շատ լավ պատրաստվել էր նրան, ինչ մենք արել էինք միշտ, ու դրա հաշվին էլ հաղթեց մեզ։ Ընդհանրապես հավաքականի խաղի որակը գնահատելիս ինձ համար ամենակարևոր ցուցիչն այն է, որ այս ֆուտբոլիստներն իրենց ակումբներում ավելի լավ ֆուտբոլ են խաղում։ Իրենք այդ որակներն ունեն, իրենց պետք է ուղղակի ճիշտ համակարգի մեջ դնել, տալ գործիքներ, տալ զենքեր եւ ուղարկել պայքարի։ Մեկ բառով դա կոչվում է տակտիկա։ Դեռ նախորդ վիդեոյում էի ասում, պետք է նոր մարդկանց փորձել, նոր սխեմաներ։ Տո Պետրակովը դաժե ինքն էր ասում, Սպերցյանին ավելի հարձակողական դեր է պետք։ Էլ երբ պետք է փորձվեր դա, եթե ոչ նախորդ ընկերական խաղով։ Դուք ընդհանրապես մարզչի կողմից մեր խաղային խնդիրների լուծման որևէ փնտրտուք տեսաք։ Նույն 3-4-3-ը, նույն խաղը, որի միտքը այդպես էլ չի հասկացվում։ Այո, քննադատելը հեշտ է, բայց 1-2 խաղով մարզչին աստվածացնելը կամ վարչապետ նշանակելն էլ է հեշտ, ու մենք դա միշտ արել ենք։ Բայց չէ՞ որ ճտերն աշնանն են հաշվում։ Այն ամենը, ինչ մեր թիմին տվել էր Պետրակովը, դա ժամանակին խոսել ու գնահատել ենք, ու դրա համար երախտապարտ ենք։
Բայց հիմա պետք է գործ անել, Վասիլիչ, ընդ որում ավելի ակտիվ ու ռիսկային գործել, որպեսզի այդ քիչն էլ չկորցնենք։ Ու ճիշտ հասկացեք, խոսքերիս միտքը հենց այնպես մարշչին քարկոծելը չէ։ Նա դեռ 2 խաղ ունի, կլինենք նրա ու մեր թիմի կողքին։ Եթե նախկինում բոլոր այս խնդիրներին կարելի էր աստիճանաբար լուծում տալ, ապա հիմա այդ պահն արդեն կորցված է։ Ավելին, Պետրակովը գնացել է ვა-բանկ Հայաստանի հավաքական չհրավիրելով առաջատարներից մեկին Տիգրան Բարսեղյանին։ Այո, կարգապահությունը կարևոր գործոններից մեկն է ու եթե պատճառը հենց դա է, ապա պետք է աջակցել մարշչի որոշմանը։ Բայց ֆիզրուկի նման պատժելուց զատ պետք է նաև մարշչի աշխատանք տանել, խաղ դնել եւ հաջողության հասնել, որովհետեւ եթե ֆուտբոլիստների ու մարշչի միջև կապը կտրվեց, կունենանք նույն ողբերգական պատկերը, ինչ Կապառոսի վերջին ամիսներին էր։ Հավաքականը ակումբ չէ, այստեղ ամեն ինչ որոշվում է տարվա մեջ ընդամենը 10 խաղի ընթացքում։ Ամեն ինչ պետք է անել այստեղ ու հիմա։ Սպասենք, որ այս 2 խաղերին մարզիչը իրավիճակը կրկին կվերցնի իր ձեռքը, ավելի գործուն միջամտություն կունենա ու կվերադարձնի թիմին խաղային ձեռագիրը։ Բաժանորդագրվեք իմեջին, իսկ վաղը բոլորս դեպի մարզադաշտ։